Պարոն Գևորգյան, ինչպես եք վերաբերվում նախագծին, բազմաթիվ հարցադրումներ են հնչում, մասնավորապես այն առումով, որ չկա վստահություն գումար հավաքողի նկատմամբ, բազմաթիվ հիմնադրամներ են գործել եւ գումարները իրականում չեն ծառայել իրենց նպատակին։ Վստահություն չլինելը դա հարցի մյուս կողմն է։ Իսկ ինչ վերաբերվում է արդյոք պետք է, արդյոք տեղին է, իհարկե տեղին է, իհարկե պետք է։ Ես կողմ եմ եւ դեմ չեմ եւ ասեմ ավելին, ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլիներ ըստ ինձ, որ տոկոսային հարաբերությամբ լիներ։ Այսինքն քիչ աշխատավարձ ստացողը կվճարեր քիչ, շատ աշխատավարձ ստացողը կվճարեր շատ։ Հնարավոր է դա դուք առաջարկեք որպես փոփոխություն։ Իհարկե հնարավոր է քննարկումների ընթացքում եւ նման առաջարկել կլինի։ Տրամաբանորեն դա իմ կարծիքով ավելի ճիշտ է։ Տեսակետ կա, որ օրինակ բանակի հաշվին հարստացած գեներալների գումարները նախ պետք է վերադարձվեն բանակին։ Կիսում եք արդյոք այդ մոտեցումը, որովհետև նաև նշվում է, թե ինչ հարստությունների են այսօր այդ գեներալները տիրապետում։ Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, ես շատ նորմալ եմ դա համարում։ Իսկ եթե հարստացել է բանակի հաշվին, դրա համար կան պատկան մարմիններ, ովքեր պետք է պարտավորեն զբաղվեն այդ հարցով։ Չեն զբաղվել պատասխանատվության առ այսօր, որ ինչ գիտեք, որ չեն զբաղվում։ Գոնե հանրային մենք բազմիցս տեսնում ենք, որ բարձրապաշտոնյա եւ բանակից, պաշտոնյաների բանակից ենթարկվում են մի շարք պատասխանատվությունների։ Իսկ այդ ինչի հաշվում կա գեներալները հարստանան։ Այդ հարցը կարող եք ուղղել իրենց։ Գիտեք, կարող եք ուղղել իրենց։ Գիտեք, դուք ստեղծում եք հասարակության մեջ մի ձև, մի կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է որպես վատ։ Մենք ենք ստեղծում։ Լրագրողներն են հիմնականում ստեղծում նման մթնոլորտ, նորմալ դաշտ։ Եվ թացը չորից սկսում է չտարանջատվել։ Ես համաձայն եմ, որ երկրում կան չարաշահող պաշտոնյաներ, որ հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, եթե կան այդպիսիները, բայց շատ նորմալ պետք է լինի, որ հասարակության մեջ լինեն հաջողակներ, հարուստ մարդիկ, եւ պետք չի չարությամբ լցվել այդ մարդկանց նկատմամբ։ Դուք ձեզ հաջողակ եք համարում, դուք նշել եք վերջերս, որ այդ տները Միացյալ Նահանգներում ձերը չեն, բայց փաստաթղթեր հրապարակվեցին, որտեղ ձեր անունը։ Ըստ փաստաթղթերի ես ձեզ վաղը կարող եմ տամ փաստաթղթեր, որ ոչ թե 1-2, այլ 30 անվանական գույք կա Գևորգյան Արտուրի անունով։ Ես եթե իմն է, ես հյուր եմ հրավիրում, կարող եք միգուցե հուշեք տվյալ մարդկանց գնան այդ հասցեով, միգուցե Գևորգյան Արտուրը տանն է։ Գիտեք ինչ կա, ընտրությունները մոտիկանում են, ես հասկանում եմ, որ այս ամենի մեջ ինչ-որ քաղաքական խարդավանքների հոտ է գալիս։ Ես 20 տարի մեծ սպորտում եմ եղել։ Եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, ես ցանկանում եմ իմ անցած ճանապարհով իրենք անցնել։ Ովքեր են ձեզ նախանձողները։ Դե լիքը մարդիկ, ասենք, ես ընդհանրապես կոմենտ չեմ կարդում, շատ ժամանակ իմ օգնականները կարդում են, մեկ-մեկ ասում են, իմ մոտ կա հստակ, ես ինձ համար վաղուց որոշել եմ, երբևիցե չեմ կարդում, որտեղ ես ունեմ իմ կարծիքը, ես ունեմ իմ ապրելակերպը, ես վստահ եմ, որ սխալ բան չեմ անում։ Եվ հասարակությունը, երբ որ մեղադրում է 1000 դրամներից են սկսում խոսալ բան անել, միգուցե իրանք փորձեն մի հատ հետադարձ հայացք գցեն եւ հասկանան ես ով եմ եւ ինչ ընտանիքից եմ եւ որտեղից եմ գալիս։ Այսինքն ձեր ֆինանսական միջոցները չէին ների այդ գույքը առաջի պրոֆեսիոնալ կներեն, ինչի՞ չէ։ Իմ առաջի պրոֆեսիոնալ կոնտրակտը $300,000 ա եղել 2001 թվականին։ Ես 2 օլիմպիական խաղեր մասնակցած, մի շարք խոշոր մրցաշարի մրցանակակիր բռնցքամարտիկ եմ եղել եւ շատ նորմալ է, որ լիներ։ Հասկանում եք։ Ես 2007 թվականից եմ եղել Դավիթաշյան վարչական շրջանում, ընտրվել եմ թաղապետ։ Հասկացանք թաղապետը։ Ինչ։ Հասկացանք թաղապետը, բայց Հասկացանք։ Միջև թաղապետ ընտրվել է, ես հայտարարագիր եմ ներկայացրել։ Եվ կարող եք այդ հայտարարում նայեք, ես այն ժամանակ ինչքան գումար եմ ունեցել եւ այսօր ինչքան եմ։ Միացյալ Նահանգներում անշարժություն ունեք առհասարակ։ Ոչ։ Իմ գումարները գնալով նվազել են այն օրվանից, ինչ ես պաշտոնի եմ եղել Հայաստանի Հանրապետությունում, արգելիներս, որովհետեւ ես ղեկավարում եմ Բռնցքամարտի ֆեդերացիա։ Եվ կամա թե ակամա հսկայական ծախսեր են առաջանում բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհի վրա դնելու համար։
այդ մարզիկներին ֆինանսավորելու համար։ Ճաշված որ ամբողջությամբ իմ հաշվին չի, ես ունեմ շատ մեծ կապեր, շատ մեծ շրջապատ, որոնք պայմանագրերով, բաներով, ինչ-որ հարցերով ես կարող եմ օգնել, որ ֆեդերացիան ավելի լավ վիճակում գտնվի։ Եվ մեկ պետք է մատնանշել այն, ինչ անում է տվյալ падգամավորը իր հասարակական կյանքում, իր ընտրողների համար։ Պարլամենտը եւ падգամավորի աշխատանքը ամենևին էլ այս ամբիոնից ելույթ ունենալը չի։ Ես ձեզ խնդրում եմ, ես հսկայածավալ աշխատանք եմ անում իմ ընտրողների համար։ Դուք կարող եք գնալ իմ ընտրատարածք, ես մեծամասնականով ընտրված падգամավոր եմ եւ փորձեք շփվել ժողովրդի հետ եւ հարցումներ անել։ Նորից պատրաստվում եք Ժամանակը ցույց կտա։ Դե ամեն դեպքում Ժամանակը թե իշխող հանրապետականի որոշումն է ձեզ համար։ Ես մեծամասնականով ընտրված падգամավոր եմ, որոշումը առաջի հերթին իմն է, եւ հետո այդ որոշումը համաձայնացնում ես քո կուսակցության հետ։ Պարոն Գևորգյան, բայց մեծամասնական համակարգ այլևս չկա, փաստացի։ Ձեզ թվում է չկա։ այլ համակարգի Համանadrությունն է փոխվում։ Դուք ուսումնասիրեք այդ համակարգը եւ կհասկանաք, որ ավելի շատ դա մեծամասնական է, քան համամասնական։ Երբ որ քո անվան, երբ որ ապրեք, երբ որ ձեր անվան դիմաց են քվեարկում, դա ինչ է, եթե ոչ մեծամասնական ընտրակարգ։